Դուք գիտեք, որ վերջին 3-4 ամիսների ընթացքում մենք բոլորս ականատես ենք լինում իրավական ռեպրեսիվ մեքենայի իրացման, դրա գործարկման մի աննախադեպ ծավալի։ Մենք տեսնում ենք ինչպես է կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանը, մեր սրբազան հայրերը եւ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կարծես թե մեր հանրության ստվար զանգված, այսինքն ոչ միայն իրավաբանները եւ փաստաբանները, բոլորը արձանագրում են, որ դրանք քաղաքական հետապնդումներ են, որ դրանք ապօրինի կալանավորումներ են, եւ ցավը նրանում է, որ եթե ժամանակին այս նախադասությունները մեծ ցավ էին առաջացնում, ցնցող էին հանդիսանում, այսօր դա կարծես դառնում է սովորական մի երևույթ։ Իսկ դրա դեմն առնելու, կանխարգելելու լավագույն միջոցը դա բողոքի ձայն բարձրաձայնելն է։ Դա համախմբված վերաբերմունք արտահայտելն է։ Դա որոշակի իմաստով հավաքական ոչ ասելն է ապօրինություններին։ Որովհետև ես չեմ կարծում, որ մեր հայ հասարակությանը միավորող, համախմբող կամ մեր մասին պատկերացում կազմող տվյալը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենից շատն են կալանավորումները, ամենից շատն են քաղաքական հետապնդումները։ Կներեք, դա մեր մասին չէ։ Հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում ժամը 16:30-ին ցանկացած մեր հայրենակից, ով մասնակցելու է, միանալու է այն գործընթացին, որը կոչվում է, որ եկեք վերջ տանք ապօրինություններին, եկեք վերջ տանք անարդարությանը եւ եկեք բոլորով ֆիքսենք մի տրիվիալ ճշմարտություն։ Թող իրավունքը գերակայի, թող արդարությունը հասանելի լինի բոլորի համար եւ թող իրապես արդարադատությունը լինի իրական, լինի տեսանելի եւ լինի ինչ որ իմաստով մատչելի բոլորի համար։ Թող իսկապես այդ խոսքը, որ օրենքի առջև բոլորն են հավասար, թող իրականում գործի եւ թող նաեւ մեր հասարակությունը, մեր հայրենակիցները արտահայտեն իրենց վերաբերմունքը։ Հավատացած եղեք, պատմությունը ցույց է տվել, որ չկա մի երկիր, որտեղ չլինեն քաղաքական հետապնդումներ։ Միտեղ շատ են եղել, միտեղ քիչ են եղել, բայց որն է եղել դրա կանխարգելման կամ դրա հաղթահարման բանալին, միշտ հասարակության արձագանքը։ Եվ այդ իմաստով հոկտեմբերի 18-ը Ազատության հրապարակը ժամը 16:30-ը չափազանց կարևոր է լինելու։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդ օրը համախմբված լինել, առանց որևէ թշնամանքի, առանց որևէ ատելության, պարզապես ազնիվ մղումով խոսենք նրա մասին, որ մեզ պետք չեն քաղաքական հետապնդումներ, մեզ պետք չեն կալանքի գերակայություններ, այլ մեզ պետք են իրավունքների գերակայություններ եւ մեզ պետք է, որ չլինեն այսքան կալանքներ, այն էլ այսքան ապօրինի։